Բարև ձեզ, սիրով։ Գուցե սկսենք վաղարշաբաթից, որտեղ վաղարշաբաթի ընտրությունները, որին բավականին լուրջ սպասելիքներ ունեինք, ցավալիորեն ունեցանք այն ինչ ունենք, որը օբյեկտիվորեն բոլորիս պետք է լուրջ մտահոգություններ առաջացնի բոլորիս մոտ, բայց նաև երկու հարթության վրա պետք է հարցը նայել։ Նախ մասնակցեցին 8 ուժեր, 8 ուժերից բոլորի համար հայտնի էր, որ ԿՊ-ն ամեն ինչ անելու էր, որ անցներ, երկրորդ ընդդիմադիր ուժերը անցան հաղթանակ դաշինքը եւ Մայր Հայաստան կուսակցությունը։ Մյուս 5 ուժերը ցավոք փոշիացրեցին իրենց ձայները եւ տվեցին գործնականում կարելի ասել հենց ԿՊ-ին։ Հետևաբար սա հետևություններ անելու շատ կարևոր գաղափարներ ու մտքեր է առաջացնում յուրաքանչյուրիս մոտ։ Նախ ի սկզբանե պատկերացրեք, որ մինչև նույնիսկ ընտրությունների սկսելը քարոզարշավից առաջ եւս ԿՊ-ականները իր ամբողջ պետական ապարատի լծակներով, ամբողջ ուժերով, այդ թվում քրեական առանձին տարերով լծվել էին այդ աշխատանքին ընդդեմ ընդդիմադիր բոլոր ուժերի, հատկապես հաղթանակ կուսակցության նկատմամբ։ Այդ ամբողջ ուժերը օգտագործելով հանդերձ, որ պետք է նկատի ունենալ, որ սա եւս կարևոր ցուցիչ էր ԿՊ-ի համար, այն զուտ թվաբանական տեսանկյունից, եթե փորձենք հաշվարկ անել։ Տեսեք, վաղարշաբաթի համայնքում ընտրությունների իրավունք ունեին քաղաքացիների շուրջ 70,000 բնակչություն։ 70,000 բնակչությունից ընտրություններին մասնակցեցին շատ քիչ տոկոսը, գրեթե 31-32%։ Բայց այս պայմաններում տեսեք 70,000 ընտրողներից ԿՊ-ն ընդամենը կարողացավ տանել 15,000 ձայն։ Սա կարևոր ցուցիչ է, թեկուզ եւ շատերը ոռնոցի պես ուրախանում էին, ավանակի քրքիջներ դնելով, նույն երեկո հավաքվել էին ԿՊ-ի շտաբում, երջանկանում եւ իրար շնորհավորում էին, բայց իրենք էլ ես համոզված եմ հասկացել են, որ ամբողջ պետական ապարատը, պետական անիվը գործի գցելով, այդպիսի շանտաժների, ճնշումների, խարդավանքների արդյունքում ընդամենը կարողացան ստանալ 15,000 ձայն։ Եվ այդ ամբողջ ապարատի դեմ պայքարեց առավելապես պայքարելով հաղթանակ դաշինքը, նրանից պակաս ստացավ 5,000 ձայն, ունենալով 10,000 ձայն եւ ավականում կարողացավ ունենալ, եթե չեմ սխալվում, 12 ավականու անդամ։ Այն դեպքում, երբ ԿՊ-ն ունի 19 անդամ։ Մայր Հայաստանը եւս որպես նոր կուսակցություն կարողացավ հաղթահարել շեմը եւ 2 ավականու ներկայացուցիչ կունենա վաղարշաբաթ համայնքում եւ ընդդիմադիր դաշտ այս պայմաններում 14 ձայն կունենա, որը որևէ էական նշանակություն չի ունենալու վաղարշաբաթ համայնքը կառավարելու տեսանկյունից։ Բոլոր դեպքերում ԿՊ-ականները կարողացան, կարելի ասել, գողանալ վաղարշաբաթցիների ձայնը, նրանց վստահությունը եւ ավելի ցավալին այն էր, որ Էջմիածնի տարածքում որտեղ նիկոլական այս ոհմակը հարձակվել է եւ շարունակում է հարձակվել եկեղեցու վրա, մեր սուրբ հավատքի վրա, նույնիսկ կարողացավ թեկուզ եւ շանտաժի վարչական ապարատ օգտագործելու միջոցով իշխանությունը զավթել վաղարշաբաթում, առավելևս Էջմիածնում։ Ժամանակին մենք մտքեր ասել ենք այդ կապակցությամբ, ինքս եւ համոզված եմ եղել, որ նիկոլական այս հարձակումները եկեղեցու վրա պետք էր որ հակառակ արձագանքը ունենար։ Գործնականում ունեցավ, բայց ոչ այնքան, ինչքան մենք սպասում էինք։ Եվ ցավոք այսօր կարելի ասել, որ վաղարշաբաթը որպես այդպեսին ԿՊ-ական իշխանության ներքո դառավ, որը ապագայում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Եվ տեսեք ինչպեսի խանդավանքով էր Նիկոլ Փաշինյանը առավոտ շուտ արձագանքում, նշելով, որ վաղարշաբաթում հաղթանակը իրեն նոր լիցք տվեց վեհարանը վեից ազատելու իր գաղափարին։ Սիրելի հայրենակիցներ, դուք տեսեք այս սրբապիղծները ամեն մի դեպք կապում են վեհարանի հետ։ Եվ ցավոք, տեսեք այսօրվա իրավիճակում Նիկոլ Փաշինյանը օրակարգ է թելադրում եւ մեկ օրակարգին ենթարկվում կարելի ասել կամ տուրք է տրվում ընդդիմադիր դաշտի բոլոր սուբյեկտների կողմից։ Ամեն անգամ տարբեր օրակարգ թելադրելով ընդդիմությունը պատասխանում է այդ օրակարգին եւ ստացվում է այնպես, որ յուրաքանչյուրս ընդդիմադիր լինելով հանդերձ, այդ թվում նաեւ մեր եկեղեցին ավելի շատ պաշտպանվում ենք եւ ոչ թե հարձակվում։
Տեսեք սկսեց հների նորերից, օլիգարխիկ համակարգից իբրև թե թալանչիներից։ Այդ օրակարգը դադարեցրեց անցավ հակառուսականությանը, դա թողեց անցավ արդեն եկեղեցու դեմ պայքարին։ Հետևաբար պարբերաբար նոր օրակարգ ստեղծելով նոր օրակարգի հետևից ենք մենք գնում եւ ոչ թե թելադրում ենք մեր օրակարգը։ Եվ հիմա շատերը մտածում են, որ վաղարշաբաթը կարող է լինել Գյումրի 2 կամ Փարաքյար նույնիսկ, բայց ցավոք դա չեղավ, որովհետեւ ի տարբերություն Գյումրիին զուտ քաղաքային ընտրություններ էր։ Վաղարշաբաթում ընտրությունները նախ ի սկզբանե անօրինական ձևով մեծացրեցին համայնքը իջմիածնի եւ դարձրեցին վաղարշաբաթի արդեն մեծացված համայնք, որին մասնակցեցին գյուղական համայնքի բնակիչները։ Ցավոք այսօր գյուղական համայնքում ապրող բնակիչների վրա իշխանության ազդեցությունը, անօրինական ազդեցություն ես կասեի, շատ որոշիչ է, ինչը եւ ունեցավ արդյունքում վաղարշաբաթի ընտրությունների հետևանքները։ Այս տեսանկյունից շատերը փորձում են համեմատել տարածքի ընտրությունները համապետական ընտրությունների հետ։ Միշտ պետք է մի բան պատկերացնել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դրանք թեկուզ եւ իր նշանակությամբ հանրապետական նշանակություն ունեն, բայց ու տեղային բնույթ են կրում։ Եվ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համեմատել համապետական, հանրապետական ընտրություններին դա բավականին լուրջ միամտություն կլինի, այնքանով որքանով որ այստեղ մենք գործ ունենք ընդամենը տեղական կամ գուցե ներպետական շահերի հետ։ Համապետական ընտրություններում, որ վաղը միսօրը պատրաստվում են շատ ընդդիմադիր ուժեր եւ կուսակցություններ, պետք է պատրաստ լինեն, կարելի ասել, աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների բախվելուն։ Այնքանով որքանով որ համապետական ընտրությունների ժամանակ հարցադրումները լինելու են ոչ թե ներպետական տնտեսական խնդիրները լուծելու, այլ միջազգային շատ կառույցների, տարբեր եվրոպական արևմուտքի երկրների շահերի հետ կապված խնդիրներ են լուծվելու։ Այդ համապետական ընտրությունների ժամանակ պետք է քննարկվում է թե Հայաստանը արևմուտք է ընդունելու թե արևելք, թե հարավ, քննարկվում է Թրամփի ուղի թե ոչ, քննարկվում է Զանգեզուրի միջանցք թե ոչ։ Հետևաբար ավելի շատ համապետական ընտրությունները ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, քան ներպետական։ Եվ ցավոք այսօր արձանագրենք, որ այսօրվա իշխանազավթ կուսակցությունը դեռևս ունի միջազգային, ես կասեի, եվրոպական արևմուտքի աջակցությունը։ Հետևաբար մենք պետք է պայքարենք ոչ միայն այս ԿՊԱ-ական ոհմակի, այլ շատ դեպքերում նաև արևմուտքի դեմ, որ կարողանանք երկիրը փրկել թուրքական հետագա ազդեցությունից ու թուրքական տիրապետումից։ Ընտրությունների ընթացքում վաղարշաբաթին մի շատ կարևոր այլ ցուցիչ ևս մեր հանրությանը ցույց տվեց եւ բոլորս դա պետք է կարողանանք գնահատել։ Տեսեք, ընտրական օրենսգիրքը, որը ես որպես այդպեսին գնահատում եմ շատ բացասական ձևակերպումներ, հատկապես խոսքը վերաբերում է չանցած կուսակցությունների ձայների վերաբաշխմանը։ 8 կուսակցություն մասնակցեց, որից 3-ը անցան ԿՊ-ն, Հաղթանակը եւ Մայր Հայաստանը։ Մնացած 3 կուսակցությունները իրենց ձայները փոշիացրեցին, բայց փոշիացրեցին մեր համար, կարելի ասել, ընդդիմադիր կողմնորոշում ունեցողների համար։ Բայց ավելի շատ այդ փոշիացված ձայները անցան ԿՊ-ին։ Տեսեք, ամբողջ ընտրության ընթացքում ԿՊ-ն ունեցավ ըստ թեկուզ եւ պաշտոնական հաղորդագրության 48.2%, այսինքն 50 եւ +1 շեմը չհաղթահարեց, բայց այդ փոշիացված ձայների արդյունքում ԿՊ-ն ունեցավ 57 ձայն, 57% արդեն ձայն ունեցավ։ Հետևաբար այն կուսակցությունները, որոնք պատկերացնում են, գոնե գիտակցում են, որ իրանք անցողիկ շեմը չեն անցնելու, ընդհանրեն անձնական ամբիցիայի, ի հայտ գալու, կայանալու տեսանկյունով այդպիսի ընտրություններին չպետք է մասնակցեին։ Պետք է միավորվեին երկու ընդդիմադիր ուժերի հետ միասին եւ ոչ թե առանձին հանդես գային։ Եվ տեսեք արդյունքում չունենալով գործնականում 51+% ձայների փոշիացման արդյունքում ԿՊ-ն կարողացավ ունենալ 57% եւ գրավել վաղարշաբաթի իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմիններում։ Հետևաբար ապագայում այսօր արդեն պարզ է, որ յուրաքանչյուր կուսակցություն պատրաստվում է ընտրությունների 26 թվականին։ Պետք է այս հետևությունը անեն յուրաքանչյուրը։ Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում պատտվում են եւ լուրեր, եւ խոսակցություններ, եւ բավականին կարելի ասել հայտ են ներկայացնում անձիկ կուսակցություններ, որոնք մասնակցելու են 26 թվականի ընտրություններին։ Յուրաքանչյուրս տեսնում ենք, որ այդ կուսակցություններից շատ շատերը նվազագույն շեմն իսկ չեն հաղթահարելու։
եւ ունենալու ենք այն, ինչ ունեցանք վաղար շաբաթում։ Հետևաբար, այն կուսակցությունները, որոնք խորապես գիտակցում են, որ չեն կարողանալու հաղթահարել այդ շեմը, պետք է չմասնակցեն ընտրություններին։ Եթե լիարժեք ընդդիմադիր են, պետք է միանան ընդդիմության ավելի խոշոր ուժերի հետ։ Եթե այսօր փորձենք պատկերացնել դաշտում ինչպիսի հստակ ուժեր կան, որոնք ապագայում կարող են մասնակցել ընտրություններին։ Դա Ռոբերտ Քոչարյանի Մայր Հայաստան դաշինքն է, մեր ձևով շարժումը, որը դեռևս շարժում է եւ հույս ունենք կուսակցություն կձևավորի։ Կարծում եմ նաեւ Բարգավաճ Հայաստանը եւ հայտ կներկայացնի մասնակցելու ընտրություններին, գուցե նաեւ հանրապետական կուսակցությունը։ Ընդդիմադիր դաշտը պետք է այստեղ կոնսոլիդացիայի լուրջ քայլեր ձեռնարկի։ Կրկնում եմ, պետք է դուրս թողել էգոիստական յուրաքանչյուր հատկանիշ։ Ինքնահաստատման խնդիր չպետք է դրվի, պետք է դրվի մեկ խնդիր՝ փրկել երկիրը այս ապօրինի իշխանություններից, այս դավաճան իշխանություններից։ Այս պայմաններում, տեսեք, մենք խոսում ենք ընտրությունների մասին, բայց դեռևս շարունակվում են ապօրինի դատավարությունները Հայաստանում եւ Բաքվում։ Արդեն պաշտոնական հրապարակում է եղել Բաքվի կողմից, նախատեսում են պատիժ մեր արցախյան ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների նկատմամբ 16-ից մինչեւ ՑՄ ազատազրկում։ 5 անձի նկատմամբ նախատեսել են ՑՄ ազատազրկում։ Մենք ունենք սփյուռքահայ մեր հայրենակիցը Վիգենը, որ արդեն չի կարողանում քայլել։ Նրան նույնիսկ հաշմանդամի սայլակ չեն տրամադրում, դեղեր չեն փոխանցում։ Միշտ ասել ենք եւ կրկնում ենք, Թուրքի բանտում հայ է գտնվում, եւ այդ հայը չի կարող արժանապատիվ պատիժ կրել գոնե։ Նրանց կյանքը եւ առողջությունը վտանգի տակ է ամեն օր։ Եվ այսօր այս իշխանությունները իդեմս վարչապետ կոչվածի հայտարարում է, որ գերիների վերաբերյալ հարցը քննարկել է միջազգային կառույցների հետ։ Ավելին, յուրաքանչյուր մամուլի ասուլիսին հարցադրում է լինում լրագրողների կողմից, եւ սա ցինիկաբար պատասխանում է, թե ամեն օր զբաղվում են գերիների վերադարձի հետ կապված հարցերով։ Հիմա նախատեսում են պատիժներ, դատավճիռ է կայացվելու։ Արդյոք միջազգային հանրությունը, Միացյալ Նահանգները քայլ կանի գոնե մեր քաղաքացիներին բերի Հայաստան։ Չէ՞ որ Հայաստանը սրանք թուրքերից 2 անձի, եթե չեմ սխալվում, սպանության համար ՑՄ ազատազրկման դատապարտված անձանց արդեն 2 թե 3 տարի առաջ վերադարձել են Ադրբեջանին։ Հիմա մեր անմեղ քաղաքական ղեկավարներին Արցախյան հայրենասեր մեր ընկերներին վերադարձնել են արդյոք Հայաստան թե ոչ։ Ցավով արձանագրում եմ Նիկոլ Փաշինյանի գոյության պայմաններում, նա իշխանության գտնվելու պայմաններում հնարավոր չի դա։ Ինչպես հնարավոր չի այսօր մեր դատարաններում դատվող մեր հայրենակիցների նկատմամբ։ Ինչպեսի ապօրինի որոշումներ են կայացնում։ Լիդիա Մանթաշյան, կին, արդեն 6-րդ ամիսն է կալանքի տակ է։ Եվ մենք ունենք կին գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարար, արդարադատության նախարար եւ այլ բազմապիսի կին նախարարուհիներ։ Լավ, դուք չեք պատկերացնում, ինչ է նշանակում կնոջը գտնվել քրեակատարողական հիմնարկում։ Կին, որ անմեղ է, որևէ մեղք չի գործել։ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը 1 օր կալանքի տակ պահելով 71 ԿՊԱ-ական ուսապարկեր ստորագրություն տվեցին, որ խափանան միջոցը փոխվի։ Լավ, այս կնոջ նկատմամբ միթե այս վերաբերմունքներ պետք։ Միթե դուք կարողանում եք կին լինելով հանդերձ այդ կնոջը թողել ճաղավանդակների հետևում։ Բայց ինչի եք ոհմակի պես բղավում Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ, որ առավելապես ապացուցված հանցագործություն էր կատարել, եթե չեմ սխալվում յուրացումներ եւ այլն։ Սա է երկակի ստանդարտը, սա է ձեր կողմից մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատելը։ Սա է ձեր ազատության, մարդու իրավունքների բաստիոն կոչվածը։ Եվ հիմա նոր մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանին եւ նրա որդուն։ Վարդան Ղուկասյանին մեղադրանք են առաջադրում լրատվամիջոցներով կամ եթերով հայոյելու համար։ Եվ պատկերացնում եք ում է հայոյել։ Հայոյել է Թուրքին։ Լավ, դատարանում հայոյանք է հնչել։ Եթե իրավական պետություն լիներ, եթե դատարանը գտներ ինքը գործում է իրավունքի ու օրենսդրության շրջանակում,
Գուցե այդ հայոյանքի համար ընդամենը դատական սանկցիա կիրառեր։ Տուգանքի ձևով ընդունենք նույնիսկ, թեկուզ մեղադրյալի նկատմամբ։ Բայց ինչ են անում։ Թուրքին հայոյելի համար Վարդան Ղուկասյանի նոր մեղադրանք են առաջադրում։ Նրա որդուն նոր մեղադրանք են առաջադրում։ Եվ նորից մասկի շոու են կիրառում Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ։ Լավ դուք սրբություն ընդհանրապես չունեք։ Խոսքս հատկապես իրավապահ մարմիններին է վերաբերվում։ ՔՊԱ-ական կառավարություն եւ ազգային ժողովը ակնհայտ է, որ նրանք երբևէ սրբություն չեն ունեցել։ Նրանք հայրենիքի, մարդկային արժեքի մասին երբևէ բարձր կարծիք չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյանը եւ իր հետևորդները ատում են հայ ժողովրդին։ Նրանց թիվ 1 թշնամին հայն է, առավելևս ընդդիմադիր հայը։ Լավ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դուք վերջին հաշվով չեք պատկերացնում ձեր ապագայում ինչ է լինելու։ Քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության աշխատակիցներ, բավ չէ մտածել, որ տուն ենք պահում։ Չփորձեք երբեք որևէ մեկը արդարանալ, թե դուք օրենքի եւ իրավունքի կողմն եք կանգնած։ Օրենքի եւ իրավունքի կողմ կանգնած իրավապահ մարմինը Միքայել Աջապանյան չի դատի։ Ալեքսեյ Կոչուբաևի տղա անձի պես փաստաբանին փողոցի մեջտեղը գետնին չէին տապալի 15 ԱԱՑ-ականներով, դիմակներով։ Եթե դուք որտեղ ուրիշ ծնողների նկատմամբ այդպես եք վարվում, բոլորի նկատմամբ այդպես կվարվեք։ Հիմա Բագրատ Սրբազանի դատն է եւ մյուս 18 անձանց 4-5 հոգու փառկասու ազատություն տվեցին, բայց ազատությունը եւս սահմանափակ, տնային կալան կամ վարչական վերահսկողություն եւ այլն։ Լավ Լիդա Մանթաշյանը ինչ էր ավելի խորը կատարել, ով այդ դատավորը, եթե չեմ սխալվում Կարեն Ֆարխոյան։ Լավ Կարեն Ֆարխոյան, դու ավելի քան 25 տարվա դատավոր։ Ինչ պատճառաբանություն ես տեսնում այս կնոջը կալանքի տակ պահելու հետ։ Ինչ խնդիր ես տեսնում։ Լավ Նիկոլ Փաշինյանը SMS է ուղարկել քեզ։ Նույնիսկ SMS ուղարկելու պայմաններում արժանապատվություն պետք է ունենալ։ Խափանամիջոց կալանքը դարել արդեն ոչ թե խափանամիջոց, այլ դարել է պատիժ։ Դուք պատժում եք անձին դեռևս մեղքը չհիմնավորելով։ Բազմաթիվ անձանց կալանքի տակ եք պահում։ Մեր ձեւով շարժման փաստաբանը, որ ամբողջ նկարանումով երևում էր, մոտ 30 օր կալանքի տակ պահեցիք։ Որի մասին ասենք։ Այս է վիճակը, որովհետև ամբողջ իրավապահ մարմինները լցված են ընդդիմադիրների դեմ պայքարելով, ընդդիմադիրներին հետևելով, գաղտնալսելով։ Մեր ընդդիմադիր գործիչներով ասեց ժուչոկային պետություն ենք դարել։ Լավ այդ օպերատիվ ամբողջ անձնակազմը, որը պետք է պայքարի հանցագործության դեմ։ Դուք կտրել եք մարդկանց իրենց հիմնական գործից եւ ուղղորդում եք դեպի ընդդիմադիր դաշտ։ Դրա համար այսօր Հայաստանում քրեական իրավիճակ անկառավարելի է։ Բարի բուն իմաստով անկառավարելի։ Օրը ցերեկով հավասարակային հարձակում է կատարվում բանկերից մեկում, խոշոր չափի գումար են հափշտակում։ Տեսա նկարահանումներ, կամերաներ բոլոր տեղերում դրված։ Այդ անձը կարողանում է դիմել փախուստի եւ լքել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Ավազակային հարձակում կատարած անձը։ Լավ այս տեխնիկայի պայմաններում ինչպես կարող էր դա թույլ տրվել։ Անչափահաս երեխան մի քանի դանակի հարված է հասցնում իր հորը։ Տեսեք ինչ ատելության մթնոլորտ եք մցրել դուք։ Մեր հայրենակիցները միթե չեն հասկանում։ Այս ատելությունն է ծնում հանցագործություն։ Այս ատելությունն է, որ այսպիսի սպանությունների մենք ականատես ենք լինում։ Հայրը 4-ամյա տղային սպանի, դիակը տեղից տեղ տեղափոխի, մեկ շաբաթ ոստիկանություն, օպերատիվ ծառայություններ չկարողանան երեխայի դիակը գտնել։ Ասում են գիշերը տեղափոխել է։ Լավ այդ հայրը ինչի է դուրս գտնվում հսկողությունից։ Օպերատիվ դիտարկումից ինչի է դուրս գտնվում նա։ Որ օրինակը բերենք։ Վարոդյա Գրիգորյանի օրինակը կրկին ասենք։ Իբրև թե հսկում եք, որ վենդետա չլինի, ձեր բառով վենդետա։ Մենք համոզված ենք, որ դա քաղաքական պատվիրված սպանություն է։ Մարդը 2 ամիս հետևում է Վարոդյա Գրիգորյանին։ Մարդը 1 ամիս ավել հրազելը ձեռքին գերեզմանոցում պարապում է, այսինքն կրակում է այնտեղ։
Գյուղական տարածքում, գերեզմանոցում այդ կրակոցների ձայները արձագանքում են մի 10 կիլոմետր ոչ պակաս։ Եվ ձեր հսկողությունը այնպեսին էր, որ մարդը կարողանա տիրապետել զենքի կիրառման կանոններին եւ գա սպանություն կատարի, երկու անց սպանի եւ մեկին ծանր վիրավորի։ Այս ատելության մթնոլորտն է այսօր ծնում հանցագործություն։ Մարդիկ իրար չճանաչելով իրար նկատմամբ հակակրանք ու ատելություն ունեն։ Այս ատելությունը դուք մցրել եք, որը վաղը շուռ է գալու դեպի ձեր նկատմամբ է դառնալու։ Եվ իրավապահ մարմիններին կրկին դուք կամակատար լինելով փաստաթղթեր եք թողում։ Եթե նրանք բանավոր մտքեր ձայնագրություններն են մենք պահելու, ձեր փաստաթղթերն են ապացուցելու ձեր կողմից կատարված հանցագործությունները։ Տեսեք օրեր առաջ ազգային ժողովում տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերի վերաարժևորում ձևակերպմամբ, եթե չեմ սխալվում, թե վերագնահատում։ Հավաքվել էին քապականներ, իբրև թե քաղաքասարակության ներկայացուցիչներ, եւ լսում էին Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազուհուն։ Եվ ինչ էին քննարկում։ Քննարկում էին, որ նախ վերջին հաշվով այս անձը բղավում էր, թե մարտի 1-ը բացահայտված է, բայց այդ քննարկումը ցույց տվեց, որ մարտի 1-ը դեռևս բացահայտված չի, որովհետեւ որևէ 10 մահերից որևէ մեկի բացահայտումը դեռևս հիմնավորված չի։ Բոլոր դեպքերում այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կար, որ շատերը ուշադրություն չդարձրեցին։ Նախ վերագնահատում են մարտի 1-ը։ Ես միշտ կարծիք եմ ունեցել, որ մարտի 1-ի դեպքերը պետք չէր գնահատել եւ որակել քրեական օրենսգրքով որպես մասսայական անկարգություն։ Ձայնագրությունները այսօր հրապարակվում են ամեն օր։ Նիկոլ Փաշինյանի ձայնը բղավոցը լսվում է, որ սիրտը փառավորվում է եւ երբ քաղաքացիները ոստիկանների մահակներ ու վահաններ են խլում, հոգին փառավորվում է, երբ ոստիկանի մեքենա են այրում, եւ նա կոչ են անում վերցնել մահակներ, քարեր, եւ ձևակերպում են իբր թե պաշտպանության համար։ Այդ գործողությունները ամբողջությամբ ներառում էին քրեական օրենսդրության որպես պետական հանցագործություն։ Դա զինված հեղաշրջում էր։ Դա պետական սահմանադրական կարգի խախտում էր։ Դա իշխանության յուրացման փորձ էր եւ ոչ թե մասսայական անկարգություն։ Եվ այդ հոդվածով պետք էր ենթարկել անձանց քրեական պատասխանատվության եւ ոչ թե մասսայական անկարգության։ Եվ Նիկոլ Փաշինյանի պես անձը, որ ամբողջը դա էր կազմակերպել, որ այդ 10 զոհերի արյունը հենց Նիկոլ Փաշինյանի վրա է մնում։ Նա մարդկանց բերեց կրակի առաջ եւ զոհեց։ Եվ նա փախավ հետո տանիքներով եւ հիմա կանգնել է ասում է թե մարտի 1-ի զոհերի կատարված հանցագործությունները դեռևս բացահայտված չեն։ Բայց էլի ամեն ինչ թողնելով մի կողմ, սա շատ կարեւոր է իրավապահ մարմինների ընկալման համար եմ ասում, հատկապես։ Տեսեք գլխավոր դատախազը մարտի 1-ի դեպքերով նոր մեղադրանքներ է առաջադրում նոր անձանց։ Օրինակ, եթե չեմ սխալվում, Սաշիկ Կաֆյանին առաջադրած մեղադրանքը վաղեմիությամբ կարճվել էր, հիմա փոխել են։ Իբրև թե այդ հանցակազմում արկա է խոշտանգում, իսկ խոշտանգումը վաղեմության դեպքով չի ներառվում։ Չգիտեմ ինչ դրվագով են Աֆյան Սաշիկին մեղադրանք առաջադրում, բայց ես կարծում եմ, որ սա ընդհանրապես նոր մանիպուլյացիա է մարտի 1-ի դեպքերին նոր արձագանք տալու եւ հանրության ուշադրությունը շեղելու առումով։ Մեկ խնդիր, որ ես կցանկանայի մեր իրավապահ մարմինները այս ազգային ժողովում տեղի ունեցած այս լսումներից հետևություն անեն։ Հետևություն։ Դուք տեսեք 17 տարի է անցել։ Այն ժամանակ պաշտոնատար անձեցից որևէ մեկը չի պատկերացրել, որ կարող էր դատարանի առաջ կանգնել։ 17 տարի հետո կանգնում են դատարանի առաջ։ Սա կարևոր մեսիջ էր այսօր աշխատող իրավապահ մարմինների հատկապես ղեկավար կազմի համար։ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ։ Այսօր ձեր կողմից ամեն օր կատարվում է հանցագործություն։ Հանցագործություն ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Հանցագործություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա ոմակի պատվերը կատարելու տեսանկյունից։ Հանցագործություն անմեղ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ազատազրկելու տեսանկյունից։ Հետևաբար դուք պետք է պատկերացնեք, որ վաղը այս հարցը ձեր դռանն է չոքելու։ Եվ դուք ձեր զավակներին, ձեր ծնողներին չեք կարողանալու ապացուցել, որ դուք օրենք եք պաշտպանել, որ դուք պետական կարգ եք պաշտպանել։
Դուք այսօր պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանի իդեմս թուրքերին։ Դուք կատարելով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները դառնում եք ղանցակից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ական կուսակցության ողջ վերնախավին մեղսագրվող արարքները 20 եւ 30 հոդվածներից անցնելու են։ Եվ դրանցով դուք հանցակից եք դառնալու։ Դուք դրանով հետևություն արեք։ Ես չգիտեմ որքանով էր ճիշտ ԱԱՑ-ի նախկին պետը, որ աշխատանքից ազատվեց Աբազյան, իբրև թե Սամվել Կարապետյանին չկալանավորելու կամ չձերբակալելու հանձնարարությունը չկատարելու առումով։ Եթե այդպես է, ուրեմն գոնե ինչ որտեղ արժանապատիվ է պայել այդ փուլում։ Դուք եւս շանս ունեք ձեզ հերրու պահելու։ Վերջին հնարավորությունից օգտվելու դեռևս շանս ունեք։ Դուք ունեք հնարավորություն ետդարձի կամուրջները չայրելու, հետևաբար չպետք է կատարեք սրանց ապօրինի հրամանները։ Դուք լավ հասկացեք, եթե Աստված մի առասցե Նիկոլ Փաշինյանը 26 թվականին վերարտադրվեց, մենք էլ Հայաստան չենք ունենալու։ Թող չարագույժ չընջի իմ այն մոտեցումները, որ հաստատ Սյունիքը չի լինելու, Գեղարքունիքը չի լինելու։ Սևանը արդեն գյոլ չասելով, դրանք ասում են ոտով են գալու։ Եվ հատկապես տեսեք Ալեն Սիմոնյանի պես Արարածը վկայակոչում է Ալիևի այն ձևակերպանը, որ տեսեք, ասում են, որ մեքենայով է գալու։ Այո, մեքենայով են գալու, ոտքով են գալու, որտեղ դուք սահմանները բացել եք, դուք երկրի դիմադրողականությունը կորտերել եք։ Դրա համար նրանք ոտքով են գալու, ավել զո չեն տալու, ավելորդ ծախս ու փամփուշտ չեն կրակելու։ Ոտքով գալու են մտնեն Հայաստանի տարածք, եւ Հայաստանը իրապես մնալու է 9 կամ 10,000 քառակուսի մետր։ Եթե դա եք ուզում, ձեր երեխայի ապագան դա է։ Իսկ փախնելու հնարավորություն չեք ունենալու, հավատացեք չեք ունենալու։ Շատերը Հայաստանի իրավիճակը կապում էին, որ տեսեք, հեսա Ռուսաստանը պարտության է մատնվելու եւ Հայաստանը գնալու է դեպի արդեն վիլայեթացման լիարժեք, որ սրանք տանում են։ Ասում են գուբերնիա դառնալու։ Հայաստանը անկախ ավելի շատ եղել է եւ կար։ Դուք հիմա թուրքական վիլայեթացման եք տանում։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը սկսելու է աթոռը փոխել։ Աթոռը փոխելու է։ Եթե Եվրոմիություն մտնելու մասին օրենք էին ընդունում ու գնում էին Եվրոպա սպասելով, որ Եվրոպան հեսա շոհելու է իրենց գլուխները, մի ծպտուն չանեց Եվրոպան։ Անդեմ Ռուսաստանի քայլեր էր անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այսօր Ղազախստանում է։ Վաղը միսօրը կապվելու է նորից Պուտինի հետ։ Փորձելու աթոռը փոխել։ Այսպիսի դավաճանական արտաքին քաղաքականություն վարող ղեկավարին արհամանում են, չեն ընդունում։ Ինչքան է փորձի խելագար Երևան դիվանագիտական հարաբերությունների մեջ, մեծ պետությունները հասկանում են դա։ Եթեւաբար խելագար հանդիսացող ղեկավարին լուրջ չեն կարող ընդունել։ Եվ իրավապահ մարմինների ղեկավարներ, դուք այսօր ծառայում եք անձի, որը դիվանագիտության շրջանում ասում է իրեն գժի տեղ է դնում։ Ծառայում եք անձի, որ հարձակվում է եկեղեցու վրա։ Իր պիղծ դավաճան հոգևորականներ 2-3-ին իր հետևից տանելով։ Դուք զավակներ ունեք, դուք եկեղեցի եք գնում, դուք ջուր մի լցեք Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, նա երկիրը տանում է կործանման, իսկ դուք օժանդակելու եք, դուք դառնում եք հանցակից, ձեր ապագան վտանգված է, զգուշացնում եմ ձեզ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, եթե ավելացնելու բան մի հատ ուղղակի այս տարածաշրջանը, այսպես եռացող կացայի մեջ է Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, խնդրեմ ես մասով։ Դե հիմա տեսեք արդեն նախ մի բան արձանագրենք, որ միջազգային հանրություն ասածը եւ եվրոպական արժեքներ ասածը դա քամի է եւ որևէ արժեք չունի։ Արդեն ամիսներ շարունակ 1 տարի ավել է Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացվում, ավելի քան 70,000 մարդու քաղաքացիական բնակչության կոտորել են Եվրոպան եւ Միացյալ Նահանգները լռում են։ Եվ իբրև թե փորձում են հիմա խաղաղություն բերել, բայց խաղաղության համաձայնագրից հետո Գազայում կրկին հնչում են հրանոթներ, կրկին արկեր են նետվում եւ տասնյակ մարդիկ կրկին զոհվում են։ Հիմա Թրամփը փորձում է խաղաղության իր այսպես ասած մոնիտորինգը սկսել նաեւ Ռուսաստան-Ուկրաինա այս հակամարտության մեջ։ Դուք բոլորս տեսանք նրանց Պուտինի եւ Թրամփի հանդիպումը, բայց այդ հանդիպումը կարծես թե որևէ արդյունք չտվեց։ Մի բան ակնհայտ էր, որ Պուտինը բավականին լուրջ խնդիրներ էր դրել Թրամփի առաջ ընդդեմ Ուկրաինայի։
Եվ հիմա Թրամփը եւ Թրամփի աշխատակազմը Սպիտակ տունը պատրաստել է 28 կետանոց կոնկրետ առաջարկություն, որը հանձնել են Զելինսկուն։ Հիմա Զելինսկին այդ հանձնարարականը այդ նախատեսված համաձայնագրի կետերը պետք է քննարկի Թրամփի հետ։ Դուք տեսեք ինչ է կատարվում։ Պուտինը կարծես թե որոշում է նրանց գործողությունների հետագա ընթացքը։ Հանձնարարել է կարծես թե Պուտինը, որ Թրամփը եւ Զելինսկին քննարկեն իր առաջարկությունները։ Ես համոզված եմ, որ այդ առաջարկությունները Պուտինի կողմից հնչել են Այլասկայում։ Եվ հիմա քննարկում են Զելինսկին եւ Թրամփը այդ առաջարկությունները, որից հետո նոր քննարկման գուցե սուբյեկտ նաեւ կդառնա Պուտինը։ Բայց արդեն նախանշված է, որ բավականին տարածքներ, հատկապես Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, բնականաբար Ղրիմի առումով Ուկրաինան ստիպված է գնալ զիջումների։ Առավելևս այսօր արդեն նկատելի է ռազմաճակատում լուրջ կորուստներ են ընթանում Ուկրաինայի համար, եւ Ուկրաինան ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև մարդուժի առումով լուրջ խնդիրներ ունի եւ չի կարողանում զորահավաք կազմակերպել։ Նկատենք, որ ավելի քան 10-15 միլիոն բնակչություն լքել է Ուկրաինան։ Եվ հիմա արդեն հասկանալի է, որ Ուկրաինան գնալու է արդեն կարելի ասել կապիտուլյացիայի։ Սա նաեւ Ուկրաինայի համար լուրջ խնդիր է այն տեսանկյունով, որ Զելինսկին նաեւ նախագահության ժամկետն է անցել։ Եվ ստիպված նոր ընտրություններ պետք է կազմակերպեն, որի համար, եթե չեմ սխալվում, այդ նախնական համաձայնագրով 100 օր է նախատեսված նոր ընտրություն կազմակերպելու համար։ Եվ հիմա տեսնենք գուցե սա կլինի Ուկրաինայի ժողովրդի փրկությունը։ Այ տեսեք Զելինսկին ինչ բերեց Ուկրաինայի 46 միլիոն բնակչություն ունեցող պետություն, 606,000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիր, հզոր պոտենցիալ ունեցող երկիր, որ իր մեծությամբ եվրոպական բոլոր պետություններից իր տարածքը ավելի մեծ է, ինչպեսի վիճակում է հայտնվել։ Հիմա Ուկրաինան կզրկվի կարելի ասել նույնիսկ միջազգային սուբյեկտ լինելուց։ Բնականաբար բացառվում է ՆԱՏՕ-ի անդամ լինելու գաղափարը։ Նաև դրված է ռազմական ուժի եւ տեխնիկայի սահմանափակումներ։ Հետևաբար Ուկրաինան գնում է կապիտուլյացիա եւ այն ոհմակը Հայաստանում գործող անձիկ, որ ուրախանում էին հեսա Պուտինը, Ռուսաստանը պարտվելու են եւ Ռուսաստանը մասնատվելու է։ Նրանք բնականաբար չարսխալվեցին։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, որը Զելինսկի տեսակն է, փորձելու է տեղավորվել ռուսական որևէ պաշտոնական դռների մոտ։ Բայց կարծում եմ դա արդեն ուշ է, քանի որ նույն Ռուսաստանը լավ է հասկանում, որ հակառուսականությունը Նիկոլ Փաշինյանի կողմից խրախուսվող քաղաքականություն էր։ Այն ուժերը, որոնք հակառուսական գործունեություն էին ծավալում, նրանք իրենց հովանավոր ունեին որպես Հայաստանի իշխանությունից կողմից հովանավորող սուբյեկտներ էին։ Եվ հետևաբար տեսեք նաև այս համեմատականն է շատ կարևոր։ Նույն Վարդան Ղուկասյանը, որ ընդհանրապես կոչ էր անում կամ առաջարկում էր կամ կարելի ասել կարծիք էր հայտնում միութենական պետության հետ կապված գաղափարախոսությանը, նրանք կալանավորեցին իբրև թե Հայաստանի ինքնիշխանության դեմ գործողություն կամ կոչ։ Իսկ այն եվրոմետները, որոնք Եվրոմիության մեջ մտնելու կոչ էին անում, օրենք նախապատրաստեցին եւ օրենք ընդունեցին։ Հետևաբար Ռուսաստանը լավ է հասկանում այս համեմատական իրավիճակը, լավ է հասկանում Նիկոլի եւ նրա հովանավորների վարքագիծը եւ լավ է հասկանում թե Նիկոլին ովքեր են հովանավորում։ Փառկասու այդ հովանավորները այսօր գնալով խեղճանում, ողորմելի վիճակում են դառնում։ Հատկապես նույն Եվրոպան, որ հիմա խառնվել է, որպեսզի կարողանա Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների սուբյեկտ դառնալ։ Եվ խնդրում է Ամերիկային, որ հարցերը եթե քննարկում է, Եվրոպային եւս ներգրավի։ Եվրոպան ապրում է իր արդեն ամենածանր օրերը։ Հետևաբար Եվրոպայի վրա հույս դնել եւ Եվրոպա մտնել, դա նշանակում է նաեւ Հայաստանի կորցանում։ Բնականաբար Ուկրաինան գնում է կապիտուլյացիա եւ ես հույս ունեմ մինչեւ դեկտեմբեր ուկրաինական ժողովուրդը կազատագրվի իր այդ ազգակործան իշխանություններից։ Ես եւս շնորհակալ եմ։